Քայլ 7. Տուր փառքը Աստծուն։ Փիլիպպեցիների 4:6. Ոչինչ հոգս մի արեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Այս խոսքը մեզ ասում է. ոչ մի բանի համար մի մտահոգվեք։ Աստվածաշնչի Amplified տարբերակում գրված է. ոչ մի բանի համար մի վհատվեք և մի անհանգստացեք։ Քանի դեռ մենք անհանգիստ ենք և մտահոգված, աղոթքն ու ծոմապահությունը որևէ օգուտ չեն տա։ Այս խոսքում ասվում է գոհությունով, և այն գալիս է աղոթելուց հետո։ Մենք աղոթքից հետո պատասխանի համար պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն։ Աղոթքի պատասխան ստանալու մեր վերջին քայլն է շնորհակալությամբ փառաբանել Աստծուն այն ամենի համար, ինչ նա արեց և այժմ էլ անում է քեզ համար։ Յուրաքանչյուր աղոթք դարձրու ոչ թե անհավատության, այլ հավատքի և փառքի հռչակում։ Որքան հեշտությամբ դու կասկածում և ընդունում ես անհավատության մտքեր, նույնքան հեշտությամբ էլ կարող ես հավատալ։ Հավատքի մտքեր ունենալը և հավատքի խոսքեր խոսելը սիրտը տանում են պարտությունից դեպի հաղթանակ։ Մի ընդունիր պարտությունը։ Քո ընտանիքի և քո փրկագնման իրավունքն է ունենալ այն, ինչ Աստված է խոստացել։ Դա քոնն է։ Ընդունիր, և այն կդառնա իրականություն։ Էնդրյու Մյուրին ասում է. լավ չէ միևնույն բանը Աստծուց խնդրել կրկին ու կրկին։ Եթե դու նորից ես աղոթում մի բանի համար, որը դեռ շոշափելի չէ, մի աղոթիր նույն ձևով, որովհետև դա անհավատություն է։ Աստծուն հիշեցրու, որ դու խնդրել ես դրա համար, և թե ինչ է ասում նրա խոսքն այդ մասին։ Ասա, որ դու սպասում ես պատասխանին։ Հետո շնորհակալություն հայտնիր դրա համար։ Հաճախ մարդիկ անզոր են դարձնում իրենց աղոթքները։ Նրանք ընկնում են անհավատության մեջ և դոփելով մնում են նույն տեղում։ Մի անգամ Տեխասում համաժողովի ժամանակ ես լսեցի Ռայմոնդ Ռիչին, որը մի աղոթք էր առաջնորդում հիվանդանոցում մահամերձ մի մարդու համար։ Աղոթելուց հետո մենք շնորհակալություն հայտնեցինք Աստծուն մեզ լսելու համար։ Եղբայր Ռիչը պատրաստվում էր հեռանալ ամբիոնից, բայց շրջվեց և վերադարձավ բարձրախոսի մոտ։ Նա հարցրեց, թե ժողովարանում քանիսը կշարունակեն աղոթել հիվանդանոցում գտնվող այդ մարդու համար։ Գրեթե բոլորը ձեռք բարձրացրին։ Իսկ ինչու եք ուզում շարունակել, հարցրեց նա, մենք արդեն աղոթել ենք։ Այժմ եկեք փառաբանենք Աստծուն, որովհետև նա բժշկել է նրան։ Ծառայությունը դեռ չէր ավարտվել, երբ լուր ստացանք, որ մահամերձը հանկարծ ուշքի է եկել և վիճակը լավանում է։ Հիսուսն այցելել էր իրեն և ասել. Ես եմ Տերը, ով բժշկել է քեզ։ Եվ այս ամենը կատարվել էր այն ժամանակ, երբ մենք աղոթում էինք։ Աղոթքի պատասխան ստանալու այս 7 քայլերը կատարելով, քրիստոնյաներն իրենց հենց աղոթքի կյանքում մեծ հաղթանակներ կունենան։ Հիշիր. եթե կենաք ինձանում, և իմ խոսքերը ձեզանում կենան, ինչ էլ որ կամենաք, կխնդրեք, և կլինի ձեզ։ Հովհաննես 15:7